խնդիրը կա, որը եւս եվրոպական փորձը կուզեմ որ քննարկենք, կրկնուսուցումը։ Ես մի դարելա չարիք, որտեղ ուսուցիչը մտնում է դասարան, նախապատվություն տալիս նրանց, ովքեր պարապում են իր հետ դասերից հետո։ Եվ մի խտրական ֆաշիստական մոտեցում է, այսինքն երբեք չի կարող այդ աշակերտը նորմալ գնահատականի արժանանալ, որտեղ փող չունեն, որ կրկնուսուցի մոտ գնան։ Կորեայում, Շվեդիայում քրեորեն պատժելի է կրկնուսուցումը։ Առավել եւս ուսուցիչը, որը դասավանդում է այդ դպրոցում, այդ դպրոցից որևէ աշակերտի հետ իրավունք չունի պարապել։ Ուրեմն ակնհայտ կա եւ մասնագիտական, ուրեմն պաշտոնական այս հարցերին լուծումներ են պետք։ Եվ պատկերացեք այդ ծնողների եւ այդ աշակերտների հոգեվիճակը ամեն անգամ, որ իրենք գիտեն չեն կարող նույնիսկ լավագույն գիտելիքների պարագայում իրենք չեն կարող մրցակցել նրանց հետ, ովքեր փող ունեն, այսինքն դպրոցն ատեստատ տալիս է, բայց գիտելիք չի տալիս, որ այդ ատեստատով գնա եւ մի խայտարակ ուրիշ նույնիսկ բարձր ընդունակությունների աշակերտը դառնա ուսանող։ Իսկ չգիտության ամենամեծ դժբախտությունը տգիտության մեջ է։ Չեք տեսնի ոչ մի աղքատ գերազանցիկ եւ չեք տեսնի ոչ մի հարուստ, որ մնացել է նույն դասարան։ Այսա է մեր կրթական համակարգի դեմքը։ Եթե մենք այս հարցերին չենք պատասխանում կրթության մասին, ուսուցիչների մասին, ուրեմն նաև աշակերտների, դասախոսները ուրիշ ուրեմն այս համակարգային խնդիրները ուրեմն sense մենք պարտակելով իրական այս շերտերը վեր չհանելով մենք տեղ չենք հասնի։